Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Անվտանգության ապահովումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է, առաջիկայում կմնա այդպիսին։ Իսկ ինչպես հասկանալ, ինչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։ Օրինակ հստակ ցուցիչ է պատերազմը։ Բարեբախտաբար մենք պատերազմի մեջ չենք, իսկ կարող է զորահանդեսը ցուցիչ լինել։ Օրերս Հանրապետության հրապարակում 10 տարվա ընդմիջումից հետո ի ցույց դրվեց Հայաստանի բանակը։ Հյուրընկալել ենք ապրի Արմենիայի ավագ վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանին, բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինությունից մենք դեռ կխոսենք, եթե դատենք ցուցադրված սպառազինության տեսակներից, ինչպիսի բանակ է կառուցում Հայաստանը, ինչ կարող եք ասել։ Կարծում եմ, որ բավականին շեշտը դրվել է մի քանի ուղղության վրա, բլոկերով, եթե մենք ասենք, առաջինը հակաօդային պաշտպանության հետ կապված տեսնում ենք, որ ահագին ներդրում է արվել եւ կարծում եմ, որ դեռ ահագին էլ պետք է արվի, դա ամենաայսօր արագ զարգացող ու ամենադժվար ոլորտներից է դարել էֆեկտիվ պահելու համար։ Երկրորդը տեսնում ենք անօդաչու թռչող սարքերի մեծ մի քանակ եւ տեսական, այո, եւ տեսնում ենք բացի անօդաչու թռչող սարքերից, որ նաեւ կա տենց իմիջիալոց հայեցակարգում էլ տրանսֆորմացիայի բանակի կա, որ ռոբոտացված համակարգեր էլ պետք է զարգանա, երկարաժամկետ Հայաստանում այսօր երևի այնինչ որ այդ բոլորին դուր եկած շները իրենք ինչ-որ շատ սահմանափակ հնարավորությունների մասին մարտադաշտում կարելի է խոսել, բայց հենց տենդենսը, որ դա բանակի մի մասա եւ դրա վրա ուշադրություն են դարձնում, ինձ թվում է կարեւոր է, որովհետեւ երկարաժամկետ բնականաբար ռոբոտոտեխնիկան ավելի ու ավելի շատ կարևորություն կստանա մարտադաշտում։ Եթե մենք իմի բերենք, Հայաստանը այնուամենայնիվ ինչ բանակ ենք մենք սարքում, հասկանալի է, որ այն բանակը, որը ունենք 20 թվականին չի կարող նման բանակ լինել, այլևս չի համապատասխանում եւ 20 թվին դա բոլորը ականատես եղան եւ հիմա ռուսա-ուկրաինական պատերազմից ելնելով Հայաստանը ձեր կարծիքով ինչ բանակ է սարքում։ Հայաստանը ինձ թվում է նայել է 20 թվի դասերը, իր 22 թվի դասերը եւ ինչ որ չափով ես կարող եմ ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմի դասերն էլ, որովհետեւ օրինակ այն որ ԱԹՍ-ների դեպքում գնումները համ դրսից, համ ներսից արվում են բոլոր տրամաչափերի ու կատեգորիաների, ասենց ասած դրոնների, սկսած ամենափոքրից վերջացրած մեծով FPV-ն էլ այստեղ պետք է դա պարադի բան չի FPV-ն ցույց տալու համար, բայց մենք տեսնում ենք օրինակ ռուս-ուկրաինական էլ որ ամեն հեռավորության համար ու ամեն խնդրի համար մի հատ դրոն կա, որովհետև բնականաբար եթե դուք 8 կիլոմետր եք գրակում ամենաէժան ինչ որ միջոցը կուզեք օգտագործել, բայց նույն ժամանակ կան դրոններ, որ 1000 կիլոմետրից ավել են թռնում։ Հիմա այդ էշելոնները հնարավորությունների ստեղծելը ինձ թվում է որ լրիվ համընկնում է նրա հետ ինչ որ մենք ռուս-ուկրաինական պատերազմում էլ ենք տեսնում։ Մեկ էլ դե որ լավ է որ ինչքան էլ մենք ներքին արտադրություն ունենք, մեկը օրինակ ավելի բարդ լուծումների համար, օրինակ այն մեյլ կարգի մեծ դրոնները, որ վերջում ցույց տվեցին, դա կարող է մի օր Հայաստանում կարողանան արտադրեն, բայց սպասել մինչև 5 կամ 7 տարուց մեկնումեկը դա կարողանա անի, էլի չարժի։ Այդ ճիշտ համադրությունը ինչը ներսում անենք, ինչը դրսից առնենք, Չեն դրանք կարելի ասել ռազմավարական կարգի անօդաչուներ էին, որոնք ունեն մի քանի թերևս 100 կիլոմետր օդի մեջ կարա 30 ժամ գտնվի ու թռնի 2000 կիլոմետր մոտավորապես։ Դե Հայաստանի պարագայում դա չի նշանակում, որ պետք է 2000 կիլոմետր հեռու գնա, նշանակում է, որ մի քանի անգամ կարա
սահմանների շուրջ թռչի։ Պարոն Ներսիսյան, շատ է խոսվում, որ Հայաստանում կան արևմտյան զինվորականներ, որոնք օգնում են հայկական նոր բանակի կառուցմանը, մասնավորապես Ֆրանսիայի զինվորականների մասին է խոսքը։ Մենք կարող ենք ասել, որ հայկական բանակը շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի ստանդարտներ։ Հայկական բանակը շարժվում է դեպի դառնալու ավելի մոբիլ բանակ։ Ստեղ մի հետաքրքիր բան կա այս հարցի մեջ, ինչա ՆԱՏՕ-ի ստանդարտները այսօր։ ՆԱՏՕ-ն էլ է այսօր բավականին ճգնաժամի մեջ գտնվում այն տեսակետից, որ իրենց պատերազմելու ձևերն էլ են հնացել։ Փոխվում են։ Իրանք էլ են փոխվում։ Դրա համար ստեղ ես ավելի ճիշտ երևի ֆորմուլան կլինի իրար հետ փոխվել մենք ինչ որ մեր փորձը ունենք, իրանց փորձը ունեն, ուկրաինական պատերազմի փորձը իրանք մեզնից լավ գիտեն, բնականաբար, որտեղ ավելի մեծ մասնակցություն ունեն այդ պատերազմում, հենց էլի համ կոնսուլտանտների տեսակետից համ էլ զինտեխնիկայի Ստեղ դրա համար ինձ թվում է այդ շարժվել իրար հետ օգտագործել ամենալավ մոտեցումները, որովհետև հիմա օրինակ կարող է ինչ-որ նիշային թեմա լինի, որ ամենալավը Պարսկաստանում են անում օրինակի համար, չգիտեմ, ինչ-որ մի հատ նիշային պատմություն, որը կարելի է նայել, ադապտացնել գլոբալ առումով մենք մեկը պետք է customize մեր համար արած ինչ-որ մոդել գտնենք, որը հարմարացված եւ ՆԱՏՕ-ի երևի այս պահին ամենաշատ ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցությամբ գոնե այս պահին տենց։ Բայց մենք ուզում ենք հայկական կողմը Հայաստանի կառավարությունը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը շարժում է դեպի ավելի մոբիլ բանակ, նկատի ունեմ այնպիսի բանակ, որը ամենևին նման չէր պատերազմելու են ոչին, մարտավարությանը, ռազմավարությանը, որը մենք տեսանք 20 թվականին ավելի փոքր խմբերով, շեշտը դնելով ավելի օրինակ անօթաչուների օգտագործման վրա, չեմ կարող ասել։ Իդե մենք ունենք այսօր համ ֆորմալ տեղեկատվություն դրա մասին, հայտարարությունները ֆորմալ հենց դրա մասին են, օֆիցիալ հայտարարությունները եւ բանակի տրանսֆորմացիայի այցակարգում նաեւ դա նշվում է, որը մինչեւ 2035 թիվ է, եթե ճիշտ է, հա, բայց փաստաթուղթը գործում ուրիշ ճանապարհ ինձ թվում է մենք չունենք էլ միակ էֆեկտիվ մոտեցումը դա է այս ավելի կնշեի ապակենտրոնացումը որպես ամենակարևոր կոմպոնենտը որը կարծում եմ որ այդ ուղղությամբ աշխատանքներ կան բայց դե ստեղ մի ուրիշ բան էլ է պետք նշել այսօր այնքան արագ է ամեն ինչ փոփոխվում որ այս process-ը տրանսֆորմացիայի ինքը երբեք պետք է չվերջանա շարունակական դա գործ է ասենք արդեն երևի 2030 թվին 31 պետք է մյուս փաստաթուղթը արդեն գեներացնել չսպասելով նրա վերջանալուն ես կասեի Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են մենք շարժվում ենք դեպի պրոֆեսիոնալ արհեստավարժ բանակի ստեղծման ուղղությամբ Հայաստանը ունակ է նման բանակ ստեղծել Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ունենալ բացառապես այսպես պրոֆեսիոնալ արհեստավարժ բանակ Չեմ կարծում որ խոսքը գնում է բացառապես պրոֆեսիոնալ բանակի մասին այս պահին մենք տենց տեղեկատվություն չկա որ չի լինելու ժամկետային ծառայություն կարծում եմ որ մենք ուզում ենք որ պրոֆեսիոնալ մասը լինի ավելի գլխավոր մասը sense ասած բանակի եւ ժամկետայինը լինի ավելի շատ երկու ֆունկցիայի համար մեկը ռեզերվ ունենալու համար պատրաստված երկրորդը այդ ինչ որ մի ձևաչափ լինի հենց որտեղ դուք կարողանում եք մարդկանց հետ պայմանավորվեք, որ իրանց ճիշտ մարդկանց գտնեք, որ իրանք պայմանագիր ստորագրեն եւ դառնան պրոֆեսիոնալ, հա։ Ոնց որ հիմա է իմիջիայլոց մեծ մասը հենց կես տարի ծառայելուց հետո են ժամկետային դառնում պայմանագրային զինծառայող։ Այո Այսինքն կես տարի ծառայելուց հետո որպես ժամկետային, այնուհետև պայմանագիր ենք Պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագիր ենք ընկնում։
Եթե խոսենք սպառազինությունից, ցուցադրվեց մոտավորապես 30, եթե չեմ սխալվում, 30 տեսակի սպառազինություն, դուք որոնք հատկապես կառանձնացնեք եւ ինչու։ Ես ստեղ էլի կնայեմ մի քիչ սեգմենտներով, երևի ոչ թե մի հատիկ կոնկրետ ինչ-որ զինատեսակով, օրինակ հրետանային սեգմենտը երևի ամենալայնն էր, որ մենք տեսանք, ու երևի ամենամեծ փոփոխությունը այդտեղ էր նկատվում, որովհետև համ տեսականին, համ տեխնոլոգիական մակարդակը ես կասեի արդեն համեմատելի էլ չի այն թնդանոթների հետ, որ մենք մինչ հիմա էլ ունենք, բայց օրինակ Սեզարի դեպքում, որը ցուցադրվեց, բոլորս գիտեինք, որ ցուցադրվելու է եւ գնվել է, բայց մեկը Հայաստանում, ասենք, ունեցանք աշխարհի top 3-ում գտնվող մի ինչ-որ զինտեխնիկայի նմուշ ցուցադրվեց եւ ասենք ամեն ինչը բացի D30-ներից, որոնք նոր արտադրած գնել են, չգիտեմ որտեղ, ամեն ինչը շատ ավելի տեխնոլոգիապես լուրջ է, քան մենք ունեցել ենք եւ երկու անգամ ավելի հեռահար գրակ եւ անօթաչուների մասով, օթուժի մասով ընդհանուր առմամբ ինչ կասեք։ Անօթաչուների մասով էլ շատ հաճելի է տեսնել, որ արդեն բանակում կան Հայաստանում արտադրած անօթաչուները, այդ իրենցից ոմանք տարբեր ցուցահանդեսներում երևացել են, բայց ստեղ շատ ինձ օրինակ բավականին տպավորեց օրինակ հենց դրոնների սեգմենտում հակառադիոլոկացիոն դրոնները, որ ես չքան Հայաստանում արտադրված չեն, բայց դա բավականին բարձր տեխնոլոգիական լուծում է, ինքը Ինչի համար են դրանք, որպեսզի խոցեն հակառակորդի մոտավորապես 300 կիլոմետր մինչև խորությամբ կարան հակառակորդի ռադիոլոկացիոն կայանները խոցեն, ես ինչքան հասկանում եմ կիրառումն էլ սենց է, ուղարկում ես իրեն թշնամու տարածքի վերև, ինքը այնտեղ թռնում է, մինչև մեկ ինչ-որ ռադիոլոկացիոն կայան չեն միացնում, հենց որ իր հետ պայքարեն, հենց միացրին ինքը այդ ճառագայթումի վրա է թռնում։ Եթե փորձենք այսպես իմի բերել զորահանդեսը, դուք քիչ առաջ էլի խոսեցիք անօթաչուներից, բայց հատկապես ընդհանրապես օթուժին, այսպես լայն առումով ասենք, պատկանող հատվածը թերևս ամենատպավորիչն էր եւ այդ առումով Եթե չեմ սխալվում, հայկական բանակը նախկինում միշտ ավելի այսպես խոցելի դիրքերում է եղել, օթուժից միշտ թույլ է եղել, դա երևաց եւ 2016 թվականին եւ 2020 թվականին։ Մենք կարող ենք ասել, որ այժմ Հայաստանի բանակը, այսպես Հայաստանի բանակի համար թերևս ամենակարևոր խնդիրն է դարձել հենց օթուժի ուղղությամբ օթային, այսպես պաշտպանության ուղղությամբ կարողությունների շեշտակի ընդլայնումը։ Կարծում եմ, որ այո, որովհետև դրա մասին համ մեր դասերն են խոսում, համ էլ ոչ միայն մեր դասերը, այլ բոլոր այս վերջի պատերազմների, որ ընթանում են կամ նոր վերջացան, օրինակ ռուս-ուկրաինականը, Իրանի հետ կապված այս պատմությունը տեսանք, որ ինչ խնդիրներ կարելի է ունենալ երկու կողմից էլ իմիջիալուց ամերիկական էլ իրանական կողմից էլ եւ այո շեշտը պետք է դնել այդ ամեն ինչի վրա իսկ մենք առաջ ինչ թվում է մի քիչ ավելի այն պարադիգմի մեջ էր գտնվում բանակը որ լուրջ ավիացիայի համար մենք փող չունենք եւ հակաօթային պաշտպանությունն է մեր փրկությունը իսկ դրոների մասին այն կարծիքը, որ ինչ-որ խաղալիքներ են, այդ կարծիքը իմիջիալոց շատ տեղերում կար 2005-10 թվականներին, ոչ միայն Հայաստանում նաև։ Չգիտեմ ուր էին այդ մարդիկ նայում, երբ որ 2003 թվին արդեն Իրաքում Predator-ը հարվածային օգտագործում էր ԱՄՆ-ն, բայց չգիտեմ այդ բանակներում կար տենց կարծիք, որ այս ինչ-որ խաղալիքներ են անիմաստ գրեթե քառորդ դար առաջ։ Հա, բայց մարդիկ կարեն 2010 թվին ասեն, որ այս ինչ-որ խաղալիք է, ասենք, ու չհասկանային, որ սա 10 տարի հետո ընդամենը փոխելու է ամեն ինչ, ասենք։
Հաջորդ այսպես ընդհանրական եզրակացությունը զորահանդեսի վերաբերյալ թերևս այն էր, որ մենք տեսանք զգալի քանակությամբ տեղական արտադրության սպառազինություն, տեսանք եւ անօթաչուներ եւ այսպես տեսանք, եթե կարելի է ասել, համազարգային կրակի այսպես, համակարգեր, պայմանական ասած գրադ կայանքների ավելի արդիական տարբեր է, եթե պարզ ասենք։ Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մոտավորապես նախորդ 3 տարիներին 170 միլիարդ դրամի ներդրում է արվել, առաջիկա 3 տարիներին եւս 150 միլիարդ դրամի ներդրում է արվել, այսինքն մոտենում է դա հայտարարված թիվն է, մոտ 1 միլիարդ դոլարի։ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ինչ զարգացումներ ունի, ինչ է կատարվում Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում։ Ինձ թվում է, որ սա ոնց որ նոր ոլորտ է, որը ընդամենը կարելի ասել 5 տարվա մեջ համարյա 0-ից առաջացավ։ Այո, կային շատերը, ով որ այսօր ցուցադրում էին իրենց սարքավորումները ռազմաշքերտին, սկսել են դեռ 16 թվին, 17 թվին նաև, բայց այդ ամեն ինչը եղել է տենց ինդիվիդուալ գարաժային ստարտափներ, շատ հաճախ տենց մենակով ամեն ինչ անել եւ դա որ լուրջ բիզնես մի օր կարող է դառնա, շատ քիչ դա հոբբի էր ըստ էության։ Հոբբի չէր, բայց տենց ինձ թվում է ասենց ավելի երազանքի նման ինչ որ մի բան, ես տենց անունը դրա կդնեի, բայց 22, 21, 22 թվականից հետո, երբ որ համել պետությունը շատ նեղ է ընկավ, ճիշտը որ ասենք, ամեն տեսակետից պատերազմներ, նոր պատերազմի ռիսկեր, լոգիստիկ խնդիրներ, այդ ամեն ինչը դրթեց ինձ թվում է ամեն ինչ անել, որ մասնավորին ներգրավել ու մասնավորն էլ մինչև այդ արդեն այդ իր ինչ որ չափով նաև գարաժային կամ զուտ ինվեստորների հետ աշխատել ու ներդրողների հետ աշխատելով ինչ որ պրոդուկտների մակարդակի արդեն կարացել էր հասնել եւ ստացվեց արդեն գնումներ անել ու ճիշտը որ ասենք միանգամից այդ 420-450 միլիոն դոլարը որ երամյա պայմանագրի ստորագրեցին, ինձ թվում է որ շատ ընկերությունների համար դա արդեն խնդիրը դեռ ոնց անենք կարողանանք այդքան արտադրենք, ինչքան մեզնից պատվիրել են, ասենք ասենք, այդ պարադիգմի մեջ ավելի շատ տեղափոխվեց, որովհետև ինձ թվում է, որ դա բավականին լուրջ քայլ էր եւ եթե մենք վերցնենք մեր բոլոր գնումները, փորձենք հասկանանք տեղականը ինչ տոկոսն է դրա կազմում, ես կարծում եմ, որ շատ մոտավորապես 10-15% արդեն կազմում է, որը քիչ թիվ չի փոքր երկրի համար։ Համեմատաբար վերջերս Բաքվում նույնպես զորահանդես էր։ Եթե մենք հասկանալի է քանակի առումով չենք կարող համեմատվել ադրբեջանական բանակի ձեռքբերումների հետ, որովհետև այնտեղ բյուջեն ավելի մեծ է, բայց եթե մենք փորձենք խոսել տեխնոլոգիական մակարդակից, օրինակ 20 թվականին մենք տեսանք, թե ինչ տարբերություն կար բանակների միջև։ Հիմա ինչ կարող եք ասել տեխնոլոգիական առումով, կա տարբերություն, այդ տարբերությունը չկա, մեծացել է, փոքրացել է։ Որոշ սեգմենտներում փոքրացել է, կարծում եմ նույն հրետանին, որ նշեցի, ինձ թվում է հրետանու ոլորտում չկա տեխնոլոգիական առանձնապես տարբերություն։ Հրթիռային ուժերում դեռ ինձ թվում է քանակային չենք հասնում դեռ օրինակի համար, գոնե այտենց բաց տվյալներով որ նայենք, եթե խոսենք օրինակ անօթաչուներից, կարծում եմ, որ ահագին մեծ քայլեր են կարել, բայց նաև պետք է հասկանալ, որ իրենք դա շուտ են սկսել եւ կարծում եմ, որ էլի քանակային դիսբալանս պետքա որ լինի ինչ որ չափով։ Իսկ տեխնոլոգիական դիսբալանս։ Տեխնոլոգիական դիսբալանսը կարծում եմ կրճատվել է, բայց դեռ ինձ թվում է ոչ բոլոր սեգմենտներում, բայց տենդենսը ինձ թվում է նայա որ ավելի է կրճատվելու ժամանակի հետ։ Կարևորը որ ինչ որ լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, այս պահին եւ այո, ասենք կարող է իսրայելական մոդելները դրոների որոշ մի քիչ ավելի որակով են կամ ավելի լավ բաներ ունեն, ցուցանիշներ ունեն, բայց
կարող ասենք մերը 20% ավելի ցածր ցուցանիշներ ունենա, բայց համել օրինակ 10 անգամ էժան բյուջեին նստի, որովհետև ստեղ է արտադրած։ Ինչ եք կարծում հիմա դարձյալ խոսելով Ադրբեջանի մասին, ադրբեջանական բանակի համար հիմա ավելի դժվար կլինի պատերազմել հայկական բանակի դեմ քան 20 թվականին էր, 21-22 թվականին էր, թե ըստ էության տարբերություն չկա, ճիշտ է, մենք ունենք հաջողություններ, բայց դե բնականաբար իրենք էլ տեղում կանգնած չեն։ Դե այստեղ դուք տարբեր թվեր 2020 թվի 44 օրյայի մասին է այդ խոսքը, այստեղ պետք է համել հասկանալ, որ այն պատերազմը չի կարա կրկնվի, որտեվ մեր գեոգրաֆիան է կոնֆլիկտի փոխվել, այնտեղ հայկական կողմին ահագին հարմար տարածքներում էր պատերազմը անցնում, Հայաստանը ինքը իզոլացված էր այդ պատերազմից եւ հարվածներ Հայաստանի տարածքին մի 2-3 անգամ եղել են, բայց դա սահմանային տարածք էր Ղարաբաղի հետ սահմանում, հիմա պատերազմը ուրիշ ձևի մենակ կարա լինի, դա հենց Հայաստան-Ադրբեջան պատերազմն է, որտեղ չի լինելու տարածք, որտեղ հանգիստ կարելի է շարժվել օրինակի համար։ Որ մի քիչ դժվար է համեմատություն ուղիղ անել, բայց դե մենք 21 թվի հետ համեմատենք, դե համեմատելու բան չկա, 21 թվին մենք ցավոք ունեինք ոչ ֆունկցիոնալ բանակ, ես կարծում եմ, որ մայիս ամիսը, որ հիշեք 21 թվականի ինչ էր կատարվում, ինձ թվում է հիմա դա համեմատելի էլ չի, իմաստ չունի, 22-ից էլ ինձ թվում է, որ շատ ավելի մեծ են կարողությունները հիմա 20 թվի հետ էլ, ասում եմ, եթե մենք օրինակ այս նույն տեխնիկան ու որոշ որոշումները ունենայինք 20 թվին, սենց պատկերացնենք, որ տեղափոխվեց այնտեղ, այո, երևի այդ պատերազմը ուրիշ ձևի կարող էր վերջանալ, բայց այստեղ ամենակարևորը չհամեմատել հիման 26 թիվը 20 թվի հետ, համ որովհետև Ադրբեջանն էլ տեղը չի կանգնած, համ էլ որովհետև արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Վերջին հարցը, դուք ինչ զարգացումներ եք սպասում, մենք ինչ բանակ կունենանք 5 տարի հետո, 10 տարի հետո։ Կարծում եմ, որ դա բնականաբար մեծ շատ կախված է թե ինչ որոշումներ են ընդունվելու մոտակա 5 կամ 10 տարին, ես կարամ ասեմ, ես ոնց կուզեի, որ դա լիներ, ոնց կլինի, դա ես կարամ ինչ-որ չափով դրան մեջ փորձեմ թրթեմ, որ ճիշտ ճանապարհով լինի, բայց ապակենտրոնացված մոբիլ բանակ, շատ լուրջ մակարդակով թվայինացման, շատ լուրջ, այնտեղ մինիմալ մարդկային ռեսուրսի օգտագործելով, նկատի ունեմ, որտեղ հնարավոր է ավտոմատիզացիա, որտեղ հնարավոր է ռոբոտիզացիա, ավտոնոմ որոշ միջոցներ այդ ամեն տեղ դա օգտագործել, ինտեգրված բանակ տեխնիկական տեսակետից, որ որոշումները նաև օպտիմալ ձևի տարածվեն այն յունիտներին, այն զինտեխնիկային, որը ամենաճիշտն է, կոնկրետ դրվագում օգտագործելը և այդ տեսակետից կարծում եմ, որ մենք ունենք ամեն ինչ, որ դա անել, Հայաստանի տեխնոլոգիական սեկտորը ունակ է դա անել, Հայաստանում ինձ թվում է ահագին տաղանդավոր մարդ կա, որ կարող է դրանով զբաղվել և Հայաստանի բանակը այնքան մեծ չէ չափով, որ մենք մեզ չկարողանանք թույլ տալ արագ փոփոխություններ կատարել, դա էլ մի կարևոր բան է, մենք պետք է բյուրոկրատիայից ինչ-որ ձևի կարողանանք, լավ, ինքը չի կարա չլինի, բայց մենք չենք կարող ունենալ բյուրոկրատիա 100 միլիոնանոց պետության, էլի, իսկ մենք ինձ թվում է մեկ-մեկ այդ ունենք տենց հմտություններ մեկ-մեկ մեր կյանքը դժվարացնել շատ դեպքերում, այդ ամեն ինչը, որ իրար հետ համադրվի, ինձ թվում է ամեն ինչ կարա շատ հետաքրքիր լինի։ Շատ շնորհակալություն հարցազրույցի համար, ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Ապրի Արմենիայի ավագ վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանին, եթերում Կիրակին էր, կհանդիպենք։